Լվովը իր վրա կրում է 5 քաղաքի հմայքը, իր գեղատեսիլ փողոցներով 5 քաղաքի հրապարակի շուրջ, որտեղ տեղացիների հարսանեկան արարողությունների սովորութային վայր են։ Ուկրաինացի զբոսաշրջիկ հետաքրքրասերների մշտական ներկայությամբ, որոնք նաև այցելում են հին շուրջամյա փողոցային շուկա։ Սակայն ըստ մայոր Անդրեյ Սադովու, ում գրասենյակի պատշգամբից տեսարանը բացվում է ուղիղ դեպի շուկան, տագնապի զգացումը այնուամենայնիվ երբեք չի լքում իրենց։ Մենք բոլորս Ուկրաինան ենք, բոլորս ուկրաինացիներ ենք։ Այսօր արևելքում աղետալի վիճակ է, դաջված ամեն լվովցու սրտում։ Մենք իրոք անհանգստացած ենք, բայց մենք պետք է ընդունենք, որ մեր լավ աշխատանքն է նաև մեր երկրի հաջողության գրավականը, ասում է նա։ Խոսակցությունները շուկայում արտացոլում են այս նույն մտահոգությունը։ Գրեթե բոլորը նույն մտահոգություններն են հայտնում այս գրադարանավարուհին եւ այս բժիշկը, եւ նրանք տոգորված են իրենց երկրին օգնելու մտահղացմամբ։ Դեռևս զբոսնում ենք Լվովի դասական ճարտարապետության եւ հին եկեղեցիների մեջ։ Դժվար է հավատալ, որ քաղաքները երկրի մեկ այլ վայրում հավերված են։ Եվ այս ամենը տանում է դեպի իրերի ավելի անկանխակալ դիտարկում, ընդունում է Տարաս Ոզնյակը, ով պարբերականի հրատարակիչ է խորհրդային ժամանակներից ի վեր, ու այժմ պատգամավորության թեկնածու է։ Մենք ամբողջապես մեկուսի չենք արևելքում տեղի ունեցող երևույթներից, սակայն գիտակցում ենք, որ մարդիկ տաղմբասում պետք է որոշեն իրենք իրենց համար, արդյոք նրանք ուզում են մասնակցել նոր ուկրաինական քաղաքական ազգի կառուցմանը, թե հակված են լքելու այն, ասում է նա։ Այդ որոշումը ավելի բարդացավ ռուսական միջամտությամբ, սակայն այստեղ Լվովում մարդիկ երկմտանքի մեջ են, թե ինչ ուղով գնա իրենց քաղաքը ու երկիրը։ Իսկ լվովցիները, Լյուդմիլան եւ ապա նաեւ Մարկոն, հաստատում են իրենց ցանկությունը ավելի սերտացնելու հարաբերությունները արևմուտքի հետ, որպես իրենց երկրի զարգացման տեսլական։ Այստեղ դյուրին է պատկերացնել Ուկրաինան եվրոպական միության մաս, ինչպես որ ցանկանում էին բողոքի գործողությունների մասնակիցները, տապալելով կառավարությունը փետրվարին։ Նրանցից շատերը այս տարածաշրջանից էին, սակայն դրան հաջորդած ամիսները եկան ապացուցելու, որ դա հեշտ չի տրվելու։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։